դարձրու քո օրը ավելի հետաքրքիր։ Մեդիամարկ, լավագույն ժամանցային հարթակը Հայաստանում։ Ալիքի գործընկեր։ Ինչու են աշխատասեր ու բարի կանայք արժանանում վատ բախտի, իսկ անբան ունենք կանայք լավ բախտի։ Ինչու են լավ բախտի արժանանում այն մարդիկ, ովքեր անբան են, իսկ աշխատասեր ու բարի կանանց բաժին է ընկնում տառապանք։ Այս հարցը բոլորին է տանջում, սակայն կյանքը ցույց է տալիս, որ միշտ այդպես է լինում, գրում է հոդվածագիրը։ Ներկայացնում ենք մի պատմություն։ Հեռավոր մի շրջանում 3 քույրեր էին ապրում։ Նրանցից ավագը ծույլ էր ու անբան, միջնեկը չար ու նախանձ, իսկ երրորդը խելացի, աշխատասեր ու բարի։ Մի օր առավոտյան նրանց դռան մոտ մի սայլ կանգնեց։ Քույրերը դուրս եկան տեսնելու, թե ով է եկողը։ Սայլի վրա մի անծանոթ կին էր նստած։ Ո՞վ ես դու, հետաքրքրվեցին նրանք։ Ես ճակատագիրն եմ, եկել եմ ձեզ բախտ բաժանեմ։ Նրանց նստեցրեց սայլի վրա եւ միասին գնացին բախտի ետևից։ Մտան առաջին գյուղ։ Տեսան դաշտում մի տղա է աշխատում։ Նա հայտնի էր որպես շնորհաշատ երիտասարդ։ Երբ վերանորոգելու բան կար, բոլորը նրան էին դիմում։ Նա օր ու գիշեր աշխատում էր։ Ահա, սա քո բախտն է, ասաց կինը նայելով ավագ քրոջը։ Հետո շարունակեցին ճանապարհը եւ մտան երկրորդ գյուղը։ Այնտեղ մի երիտասարդ էր ապրում։ Նա բոլորին օգնության էր հասնում, ոչ ոքի չէր մերժում։ Նա բարության մարմնացում էր։ Սա էլ քո բախտն է, ասաց կինը նայելով միջնեկ քրոջը։ Կրծեր քրոջ հետ շարունակեցին ճանապարհը ու մտան հաջորդ գյուղը։ Սայլը կանգ առավ մի տան դիմաց, որը դժվար էր տունը անվանել։ Այն ավերակ էր հիշեցնում։ Դրան առաջ մի հարբած երիտասարդ էր պառկած։ Նրա կողքին նստած էր մի չար պառավ, որը անիծում էր մարդկանց, աշխարհին։ Ահա սա էլ քո բախտը, ասաց կինը նրան։ Իմ? Զարմացավ աղջիկը։ Ես այսքան բարի եմ, այսքան լավը, այսքան շնորհալի, եւ ինձ այսպիսի բախտ է բաժին հասնում։ Ինչա չկա ուրիշ մեկը ինձ համար։ Ուրիշները կան, հոգոց անելով ասաց կինը եւ ավելացրեց. բայց քո նմանը չկա, առանց քեզ նա կկորչի։ Ինչու է Աստված ստեղծել չարին։ Դասախոսի հարցը ուսանողին։ Պատասխանն ապշեցրեց բոլորին։ Համալսարանի դասախոսը տվեց մի այսպիսի հարց իր ուսանողներին. Այնինչ գոյություն ունի, ստեղծվել է Աստծու կողմից։ Մի ուսանող համարձակ պատասխանեց. Այո, ստեղծվել է Աստծու կողմից։ Աստված ամեն ինչ է ստեղծել, հարցրեց դասախոսը։ Այո, պարոն, պատասխանեց ուսանողը։ Դասախոսն ասաց. Եթե Աստված ամեն ինչ է ստեղծել, դա նշանակում է, որ նա ստեղծել է նաև չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն պնդմանը, որ Աստված է կառավարում ամեն ինչ, Աստված հենց չարիքն է։ Ուսանողը լռեց նման պատասխանից հետո։ Դասախոսը շատ գոհ էր իրենից։ Նա գովեց իրեն ուսանողների մոտ, քանի որ եւս մեկ անգամ ապացուցեց, որ հավատը առ Աստված անհեթեթություն է։ Բայց մի ուսանող ձեռք բարձրացրեց եւ ասաց. Կարող եմ ձեզ մի հարց տալ, պրոֆեսոր։ Իհարկե, պատասխանեց դասախոսը։ Ուսանողը ոտքի կանգնեց եւ հարցրեց. Պարոն, սուրտ գոյություն ունի։ Այդ ինչ հարց էր, իհարկե գոյություն ունի, դու երբեք չես մրսել։ Ուսանողները ծիծաղեցին համակուրսեցու հարցի վրա։ Իրականում, պարոն, սուրտ գոյություն չունի։ Համաձայն ֆիզիկայի օրենքների, սուրտ մենք զգում ենք, երբ բացակայում է տաքությունը։ Մարդուն եւ իրերին կարելի է ուսումնասիրել էներգիայի տեսակետից։ Բացարձակ 0 աստիճանը դա տաքության բացակայությունն է։ Ամեն նյութական բան այդ աստիճանում դառնում է իներտ եւ չի կարող արձագանքել։ Սուրտը գոյություն չունի։ Մենք ստեղծել ենք այդ բառը, որպեսզի նկարագրենք այն երևույթը, որը մենք զգում ենք տաքության բացակայության ժամանակ։ Ուսանողը շարունակեց. Պրոֆեսոր, մթություն գոյություն ունի։ Իհարկե, դուք կրկին սխալվում եք։ Մթություն նույնպես գոյություն չունի։ Մթությունը մենք տեսնում ենք լույսի բացակայության ժամանակ։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը։ Լույսը կարելի է բաժանել տարբեր երանգների, որոնք ունեն տարբեր երկարության պալիքներ, իսկ մթությունը անհնար է բաժանել։ Ինչպես կարելի է որոշել մթության աստիճանը։ Իհարկե լույսն է հնարավորություն տալիս որոշելու մթության աստիճանը։
Եվ վերջապես երիտասարդ տղան հարցրեց դասախոսին. «Պարոն, չարը գոյություն ունի»։ Այս անգամ դասախոսն անվստահ պատասխանեց. «Ինչպես ես արդեն ասացի, գոյություն ունի։ Մենք այն տեսնում ենք ամեն օր. դաժանությունը մարդկանց միջև, հանցագործությունների աճ եւ ուժի կիրառում ամբողջ աշխարհով մեկ։ Այս բոլորը չարի օրինակներ են»։ Այս դեպքում ուսանողը պատասխանեց. «Չար գոյություն չունի, պարոն։ Չարը Աստծո բացակայությունն է։ Չարը ցրտի է մթության պես ստեղծվել է մարդու կողմից, որ նկարագրի Աստծո բացակայությունը։ Չարը մարդկային հոգու մեջ աստվածային սիրո բացակայությունն է»։ Ուսանողի անունը Ալբերտ Էյնշտեյն էր։ Ինչպես արձագանքել վիրավորանքներին, առակ։ Շատ հաճախ, երբ մեզ վիրավորում են, մենք սկսում ենք պատասխան չարությամբ պատասխանել կամ նույն վիրավորական բառերով, մտածելով, թե այդպիսով պաշտպանվում ենք ուրիշներից։ Բայց փորձը ցույց է տալիս, որ որքան շատ ես ուշադրություն դարձնում նեգատիվին, այնքան շատ է այն քո կյանքում լինում։ Այս իմաստուն առակը կպատմի այն մասին, թե ինչպես ճիշտ արձագանքել ձեզ հասցրած վիրավորանքներին։ Մի անգամ Բուդդան իր աշակերտների հետ անցնում էր մի գյուղի մոտով, ուր ապրում էին բուդդայականների հակառակորդները։ Գյուղի բնակիչները դուրս թռան տներից, շրջապատեցին Բուդդային ու նրա աշակերտներին ու սկսեցին վիրավորել նրանց։ Աշակերտները նույնպես բորբոքվեցին եւ պատրաստվում էին արժանի հակահարված տալ, սակայն Բուդդայի ներկայությունը խաղաղեցրեց նրանց։ Այդ պահին Բուդդան խոսեց, ու նրա բառերը խառնեցին թե գյուղի բնակիչների, թե Բուդդայի աշակերտների մտքերը։ Նա շրջվեց դեպի իր աշակերտներն ու ասաց. «Դուք հիասթափեցիք ինձ։ Այդ մարդիկ իրենց գործն են անում։ Նրանք զայրացած են։ Նրանց թվում է, թե ես իրենց թշնամին եմ, իրենց կրոնի, իրենց բարոյական արժեքների թշնամին։ Այդ մարդիկ վիրավորում են ինձ, եւ դա բնական է։ Իսկ ինչու եք դուք բարկանում։ Ինչու դուք այդ մարդկանց թույլ տվեցիք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ։ Դուք այժմ նրանցից եք կախված, բայց միթե դուք ազատ չեք»։ Ակնհայտորեն գյուղի բնակիչներն այդպիսի արձագանքի չէին սպասում։ Նրանք մտահոգ տեսք ունեին ու սսկվեցին, ու այդ լռության մեջ Բուդդան շրջվեց դեպի նրանց կողմը։ «Դուք ամեն բան ասացիք, եթե դեռ ամեն ինչ չեք ասել, ապա դուք դեռ հնարավորություն կունենաք ասելու ինձ այն ամենը, ինչ մտածում եք իմ մասին, երբ մենք վերադառնանք»։ Գյուղացիները չէին հասկանում ինչ է կատարվում ու ասացին. «Բայց չէ՞ որ մենք վիրավորել ենք քեզ, դու ինչու չես բարկանում մեզ վրա»։ Բուդդան պատասխանեց. «Դուք ազատ մարդիկ եք, ու այն, ինչ դուք եք արել, ձեր իրավունքն է։ Ես դրան չեմ արձագանքում։ Ես էլ եմ ազատ մարդ, եւ ոչինչ չի կարող ինձ ստիպել արձագանքել, եւ ոչ ոք չի կարող ինձ վրա ազդել ու մանիպուլյացիայի ենթարկել ինձ։ Ես իմ դրսևորումների տերն եմ։ Իմ արարքներն իմ ներքին հոգեվիճակի արտացոլանքն ու դրսևորումներն են։ Իսկ հիմա ես կուզեի մի հարց տալ, որը ձեզ է վերաբերում։ Ձեր կողքի գյուղի բնակիչները ողջունեցին ինձ։ Նրանք ծաղիկներ, մրգեր ու քաղցրեղեն էին բերել։ Ես նրանց ասացի շնորհակալ եմ, սակայն մենք արդեն նախաճաշել ենք։ Վերցրեք ձեզ այս մրգերը, որոնց մեջ արդեն նաև իմ օրհնանքը կա։ Մենք չենք կարող դրանք մեզ հետ տանել, քանի որ մենք մեզ հետ սնունդ չենք տեղափոխում։ Հիմա ես ձեզ եմ հարցնում. ինչ պիտի անեին նրանք բոլոր այն բաների հետ, որը ես չընդունեցի ու վերադարձրի նրանց։ Ամբողից մեկը պատասխանեց. Հավանաբար այդ ամենը նրանք իրենց հետ տուն են տարել, իսկ արդեն տանն այդ մրգերն ու քաղցրեղենը բաժանել են իրենց ընտանիքներին, երեխաներին։ Բուդդան ժպտաց. Դե հիմա ասեք ինձ, ինչ եք դուք անելու ձեր վիրավորական բառերի ու անեծքների հետ, որոնք ինձ եք ուղղել։ Ես դրանք չեմ ընդունում։ Եթե ես հրաժարվում եմ այդ մրգերից ու քաղցրեղենից, դրանք պետք է հետ վերցնեն։ Իսկ դուք ինչ կարող եք անել։ Ես մերժում եմ ձեր վիրավորանքները, այնպես որ դուք էլ ձեր այդ անտանելի բեռը ձեզ հետ տուն տարեք եւ արեք նրա հետ ինչ ուզում եք։ Առակ հարստության մասին հարուստ մարդը եւ նրա որդին։ Մի անգամ շատ հարուստ մարդ վերցրեց իր որդուն իր հետ ճամփորդության միակ նպատակով ցույց տալ տղային, ինչ է նշանակում ապրել առանց փողի։ Մի քանի օր նրանք անցկացրին ֆերմայում շատ աղքատ ընտանիքի հետ։ Տուն վերադառնալուն պես հայրը հարցրեց. «Դուր եկավ նրան ճամփորդությունը»։ «Դուր եկավ, հայրիկ», պատասխանեց տղան։ Տեսար, ինչ աղքատ կարող են լինել մարդիկ։
հարց տվեց տղամարդը։ Օ, այո, հաջորդեց պատասխանը։ Իսկ դու ինչ քաղեցիր մեր ճամփորդությունից, կրկին հարցրեց հայրը։ Եվ որդին պատասխանեց. Ես տեսա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք 4-ը։ Մենք ունենք լողավազան մինչև այգու կենտրոնը, իսկ նրանց մոտ արվակ է, որը վերջ չունի։ Մեր այգում լույս են տալիս արտասահմանյան լապտերները, իսկ նրանց մոտ գիշերը փայլում են աստղերը։ Մեզ մոտ կտուր է մինչև դիմացի բակը, իսկ նրանց մոտ մինչև հորիզոն բաց տարածքներ են։ Մենք ունենք մի փոքր հողակտոր, որի վրա ապրում ենք, իսկ նրանց մոտ անսահման դաշտեր են, որոնք հնարավոր չէ աչքով անցկացնել։ Մենք գնում ենք կերակուրը, իսկ նրանք այն իրենք են աճեցնում։ Մեզ մոտ տան բոլորը պատեր են պաշտպանության համար, իսկ նրանց մոտ ընկերներ։ Տղայի հայրը քարացավ, իսկ այդտեղ որդին ավելացրեց. Ես հասկացա, թե մենք իրականում ինչքան աղքատ ենք։ Առակ այն մասին, թե ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց։ Ներկայացնում ենք հրաշալի առակ այն մասին, թե ինչպես նայել կյանքի խնդիրներին։ Ընտրությունը կախված է միմիայն մեզանից։ Մի անգամ հոր մոտ է գալիս աղջիկը եւ տխրությամբ ասում. Հայրիկ, ես այնքան եմ հոգնել։ Ինձ մոտ աշխատավայրում եւ անձնական կյանքում անընդհատ խնդիրներ են, այլևս ուժ չունեմ։ Ինչպես դիմանամ այս ամենին։ Հայրը պատասխանում է. Հիմա ցույց կտամ։ Նա վառարանի վրա դնում է ջրով լի կաթսան եւ բերում է գազար, ձու եւ սուրճ։ Ամեն բաղադրամասը տեղադրում է ջրով լի առանձին կաթսայի մեջ։ Մի քանի րոպեից անջատում է վառարանը եւ հարցնում աղջկան. Ինչ եղավ դրանց հետ։ Դե գազարն ու ձուն խաշվեցին, իսկ սուրճը լուծվեց, պատասխանում է աղջիկը։ Ճիշտ է, պատասխանում է հայրը, բայց եթե մենք ավելի խորը դիտենք, ապա կպարզվի, որ գազարը, որը պինդ էր, եռալուց հետո փափկեց եւ դարձավ ճկվող։ Ձուն, որը փխրուն էր եւ հեղուկ, դարձավ պինդ։ Արտակնապես նրանք նույնն են, բայց ներքուստ փոխվել են ագրեսիվ միջավայրի, եռացող ջրի ազդեցության տակ։ Նույնն էլ տեղի է ունենում մարդկանց հետ։ Արտակնապես ուժեղ թվացող մարդիկ կարող է կոտրվեն եւ դառնան թուլամորթ այնտեղ, որտեղ փխրուն ու նուրբերը կարծրանում եւ դառնում են ուժեղ։ Իսկ սուրճը, զարմացած հարցնում է աղջիկը։ Սուրճը դա ամենահետաքրքիրն է։ Այն ամբողջովին լուծվեց ագրեսիվ միջավայրում եւ փոխեց այն, վերածելով եռացող ջուրը հրաշաբույր ըմպելիքի։ Կան մարդիկ, որոնց ոչ մի հանգամանք եւ իրավիճակ չի կարող փոխել։ Նրանք իրենք են փոխում հանգամանքները, իրավիճակները կամ միջավայրը, վերածելով ինչ-որ նոր բանի։ Եվ այդ ամենից նրանք գիտելիքներ են քաղում։ Դժվար պահերին ով կամ ինչ դառնալ, յուրաքանչյուրն ինքն է ընտրում։ Հրաշալի առակ այն մասին, թե ինչպես չսխալվենք մարդկանց հարցում։ Երբ ես վերջապես կդադարեմ սխալվել մարդկանց հարցում, հաճախ հարց ենք տալիս մենք ինքներս մեզ։ Կյանքը մեզ սովորեցնում է, որ միամտությունն ու անկեղծությունը միևնույն բանը չեն։ Արդյոք կարելի է սովորել ճանաչել մարդկանց։ Այդ մասին մի հին եւ իմաստուն առակ կա, որ ներկայացնում ենք ձեզ։ Այն կպատասխանի ձեր հարցին։ Մի անգամ աշակերտը հարցնում է իմաստուն ծերունուն. Հուշիր ինձ, ինչպես սովորեմ ճանաչել մարդկանց։ Ինչպես հասկանամ, ում կարելի է վստահել, ումից զգուշանալ։ Ես քեզ սկզբում կպատմեմ, թե ումից է պետք կյանքում զգուշանալ, պատասխանում է ծերունին։ Զգուշացիր այն մարդուց, որը շատ խոնարհ տեսք ունի։ Երբ ինչ-որ մեկը խոնարհվում է քո առաջ, գրկում եւ ցուցադրում է իր արտասովոր համակրանքը քո նկատմամբ, այս մարդուց զգուշացիր առաջին հերթին։ Ինչու իմաստուն, ես քեզ չեմ հասկանում, հարցնում է զարմացած աշակերտը, որովհետև այս մարդն առաջինը մեջ կդանակ կխրի, տխուր պատասխանում է ծերունին։ Իսկ ում կարելի է այդ դեպքում վստահել, կրկին հարցնում է աշակերտը։ Վստահիր նրանց, ովքեր իրենց պարզ ու բնական են պահում, ով ճիշտն ասում է երեսիդ, ինչպիսին էլ որ այն լինի։ Նման մարդիկ քեզ թիկունք կլինեն նեղ պահին եւ երբեք չեն դավաճանի։ Իրական խոնարհումը երբեք նկատելի չի լինում, այդ պատճառով էլ այն գտնելը հեշտ չէ, բայց երբ այն ձեռք ես բերում,
այն այլևս երբեք քեզ չի դավաճանում, պատասխանում է ծերունին։ Աշակերտը շնորհակալություն է հայտնում ծերուկին եւ ողջ կյանքում հետևում նրա իմաստուն խորհրդին։ Մայրը օրերով զանգում է որդուն, իսկ նա անտեսում։ Հուզիչ պատմություն։ Որդիս, ինչպես են գործերը, լավ են։ Նորմալ, մայրիկ, կներես, շտապում եմ։ Որդիս, կներես, որ էլի եմ զանգում, ուղղակի վաղուց ցանկանում էի զրուցեինք։ Մայրիկ, կներես, պարզապես շտապում եմ, հենց ազատվեմ ես կզանգեմ քեզ։ Չսպասեցի դու զանգես, որդիս, գործերդ լավ են։ Այո, ամեն ինչ կարգին է, հենց հիմա էլ ես պետք է վազեմ, գործերս մնացին։ Ես պարզապես ցանկանում էի ասել. մամ, դեռ կհասցնենք զրուցել։ Շատ անգամ զանգեց մայրը, քանի որ կարևոր էր ամեն ժամը, բայց տղան զբաղված էր, իսկ նա չկարողացավ ասել, որ շատ է սիրում։ Օրերը անցնում էին, սակայն նրա երազանքն էր տղային տեսնելը, մոտենալ ու հպվել նրա ականջին, ասել իմ սիրելի որդի։ Մայրիկ, ինչպես ես։ Ինչու ես ամեն գիշեր զանգում ինձ։ Որդիս, ես գնացել էի բժշկի, ինձ ասացին, որ 10 օր է մնացել ապրելու։ Ես վաղը կգամ քո մոտ, մայրիկ, դու մի հավատա բժիշկներին, ես դեղեր կգնեմ քո համար։ Ուշ է, որդիս, ես բժշկի էի գնացել 10 օր առաջ։ Մայրիկի մասին ամենահուզիչ առակը, սիրենք մեր մայրերին։ Առակն այն մարդու մասին, ով կարող է փոխարինել ամենքին, բայց ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Երեխան պատրաստվում է լույս աշխարհ գալու հարցրեց Աստծուն։ Ինձ վաղը ուղարկում են երկիր, ես ինչպես եմ այնտեղ ապրելու, ես այնքան փոքրիկ եմ ու անպաշտպան։ Աստված ասաց. ես քեզ կնվիրեմ մի հրեշտակ, նա հոգ կտանի քո մասին, նա սպասում է քեզ։ Երեխան մտածեց ու նորից հարցրեց. այստեղ երկնքում ես երգում եմ ու ծիծաղում, դա բավարար է երջանիկ լինելու համար։ Աստված ասաց. քո հրեշտակը կերքի քեզ համար ու կժպտա քեզ, դու կզգաս նրա սերը ու երջանիկ կլինես, բայց ես ինչպես կհասկանամ նրա լեզուն, ու եթե ես հանկարծ ցանկանամ խոսել քեզ հետ, ես լսել եմ, որ երկրի վրա կա չարը, ով կպաշտպանի ինձ նրանից։ Այդ ժամանակ Աստված մեղմ ձայնով ասաց. քո հրեշտակը քեզ կպաշտպանի, նա իր կյանքը չի խնայի քեզ համար, նա քեզ ցույց կտա դեպի ինձ տանող ուղին, ես միշտ քո կողքին կլինեմ։ Իսկ ինչ է նրա անունը։ Նրա անունը նշանակություն չունի, նրան պարզապես մայր կոչիր։ Վատ կնոջը փոխարինեց լավով եւ զղջաց։ Նրանք ամուսնացած էին 5 տարի, կինը դադարել էր իրեն խնամել, գիրացել էր, տանը հին խալաթով եւ անհասկանալի սանրվածքով էր շրջում։ Բացի այդ իրեն նեղություն չէր տալիս տան գործեր անելով։ Տանը միշտ խառնաշփոթ էր եւ ամենուր փոշու հաստ շերտ։ Նա իհարկե շատ լավ էր պատրաստում, բայց իր այդ պատրաստածներից էլ ավելի էր գիրանում։ Ամուսինը այլևս չդիմացավ։ Շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ դեռ չէին հասցրել երեխա ունենալ եւ որոշեց ամուսնալուծվել։ Նոր ամուսնալուծված տղամարդուն իսկույն շրջապատեցին տարբեր աղջիկներ, եւ դա զարմանալի չէ որ յուրաքանչյուրն էլ ցանկանում է ընտանիք կազմել։ Տղամարդը շուտով ընտրություն կայացրեց եւ կրկին ամուսնացավ։ Նրան բոլորն էին նախանձում։ Նա նախկին կնոջից երիտասարդ էր, գեղեցիկ կազմվածքով եւ վառ անհատ էր։ Նախկին կինը դրանից ավելի էր տառապում, իսկ տղամարդը գոհ էր։ Նոր կինը նաեւ գերազանց տնային տնտեսուհի էր։ Սակայն 1 տարի անց կարծես ոչինչ չէր մնացել նախկին երջանիկ ամուսնությունից։ Երիտասարդ կինը սկսել էր խմել։ Նա խմում էր ամեն օր։ Հավանաբար էլ ետդարձի ճանապարհ չկար։ Ընկերներին ասել էր, որ ուզում է վերադարձնել առաջին կնոջը, բայց նա էլ ետ չի ընդունի նրան։ Սկզբում նա ցանկանում էր իրեն կարգի բերել, որ վերադարձնի ամուսնուն, բայց մինչ զբաղվում էր ինքն իրենով, հասցրել էր երկրպագուներ ձեռք բերել։ Տղամարդը լավ կին էր ուզում, թող ուրախանա իր գտածով։ Վարսավիրն ասաց, որ Աստված գոյություն չունի, հաճախորդի պատասխանն անգերազանցելի էր։ Մի անգամ մի մարդ գնաց վարսավիրանոց, որպեսզի ինչպես միշտ իրեն սափրեին եւ մազերը կտրեին։ Նա սկսեց զրուցել իր վարսահարդարի հետ։ Շատ բաների մասին խոսեցին,
եւ երկխոսությունը սահուն կերպով անցավ Աստծո մասին զրույցի։ Վարսավիրն ասաց. «Ինչ էլ որ դուք ինձ ասեք, ես չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի»։ «Ինչու՞» հարցրեց հաճախորդը։ «Բայց դա հենց այնպես էլ պարզ է։ Բավական է միայն դուրս գալ փողոց եւ հասկանալ, որ Աստված չկա։ Եթե նա գոյություն ունի, որտեղից այսքան հիվանդ եւ աղքատ մարդիկ, որտեղից այսքան անտուն երեխաներ։ Եթե նա իրոք գոյություն ունենար, չէր լինի ոչ ցավ, ոչ տառապանք։ Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով թողնում է, որ այսպիսի բաներ լինեն»։ Հաճախորդը մի պահ մտածեց, բայց որպեսզի չվիճեր, լռեց։ Եվ երբ վարսահարդարն ավարտեց իր աշխատանքը, հաճախորդը փողոց դուրս եկավ։ Վարսավիրանոցից դուրս գալով նա փողոցում մի չսափրված եւ անփույթ մազերով մի մարդ տեսավ։ Նա այնպիսի անփույթ տեսք ուներ, կարծես մի քանի տարի չէր կտրել մազերը։ Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց եւ ասաց վարսահարդարին. «Իսկ գիտեք թե ես ինչ կասեմ ձեզ։ Վարսահարդարներ գոյություն չունեն»։ «Ինչպես թե», զարմացավ վարսահարդարը։ «Չէ՞ որ ես վարսահարդար եմ»։ «Ոչ», ասաց հաճախորդը, «նրանք ընդհանրապես գոյություն չունեն աշխարհում, հակառակ դեպքում չէին լինի անփույթ մազերով եւ չսափրված մարդիկ, ինչպիսին այն մարդն է փողոցում»։ «Բայց բանը վարսահարդարի մեջ չէ, ուղղակի նա ինքը չի գնացել մազերը կտրելու եւ սափրվելու»։ «Բանն էլ հենց այդ է», հաստատեց հաճախորդը։ «Ես էլ եմ դա ասում։ Աստված գոյություն ունի, ուղղակի մարդիկ չեն փորձում փնտրել նրան եւ գնալ նրա մոտ։ Ահա թե ինչու աշխարհում կա այդքան ցավ եւ տառապանք»։